Ես ձեր հարցում մի հատ բան էլ էսպես զգացի, էլի, ես երաժշտությունից շատ հեռու մարդ եմ, բայց մի նոտա զգացի, էլի, որ ընդգծում եք Լևոն Տեր-Պետրոսյանի տանը։ Այո, հանդիպել եմ։ Եվ դա եղել է հրապարակային, իսկ ինչու չպետք է հանդիպեի, եթե Լևոն Տեր-Պետրոսյանը նախաձեռնել էր այդ դժվար պահին հանդիպում։ Այսինքն արդյոք ինձ կխանգարեր նրա խորհուրդները կամ ընդհանրապես նրա գնահատականը եւ արդյոք պետք է շատ մեծամտություն ցուցաբերեի ու չհանդիպեի, ինչպես արեց Հայաստանի կառավարիչը 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ որ նրանից հանդիպում էին խնդրում Հայաստանի նախկին 3 նախագաները եւ Լեռնային Ղարաբաղի 2 նախկին նախագաները։ Այսինքն ինչ էր խանգարում, ինչի է դա որոշ մարդկանց հուզում, թաքուն չի եղել։ Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել։ Եթե այդ ընթացքում նախաձեռնություն ցուցաբերել ցանկացած քաղաքական ուժի ղեկավար կամ Հայաստանում կշիռ ունեցող մարդ, ես նկատի ունեմ քաղաքական, էլի ոչ թե ֆիզիկական կշիռ ունեցող, ես անպայման կհանդիպեի։ Ես երբեք չեմ խորշել հանդիպել այնպիսի մարդկանց հետ, ովքեր կարող էին օգտակար լինել կամ օգտակար չլինել։ Սա հարցի մի մասի պատասխան, երկրորդ մասի պատասխանը հետևյալն է։ Ես ամսի 24-ին, ապրիլի 24-ին լրագրողներին խնդրեցի, որ հանգիստ թողնեն Ռոբերտ Քոչարյանին։ Հիմա էլ ձեզ եմ խնդրում, հանգիստ թողեք։ Մենք ես ամենայն դեպս Ռոբերտ Քոչարյանին թշնամի չեմ համարում։ Ամենայն դեպս իմ կռիվը ոչ թե Հայաստանում հեղինակություն ունենալու համար է, իմ կռիվը Հայաստանում իշխանափոխության համար է։ Ես չեմ կարծում, որ աշխարհում գոյություն ունեն երկրներ, որտեղ նախկին նախագաները 100%-ով ամեն ինչում համաձայն են իրար հետ։ Իհարկե, տարբեր հարցերում կարող են տարբեր կարծիքներ ունենալ։ Դա գործին օգնում է թե խանգարում է, դա էլ խնդիր է։ Բայց նորից եմ ասում, արդար կլներ ձեր կողմից հարցը հնչեցնել նաև երկրորդ նախագահին։